Բարև ձեզ, հայկական ընտրության քննարկումների հարթակում մենք շարունակում ենք զրույցը Արմեն Աղայանի հետ, բարև ձեզ պարոն Աղայան։ Մենք սկսել ենք զրույցը նախընտրության մասին եւ այսօր մի քիչ ավելի երևի հետ գնանք եւ փորձենք դրա անհրաժեշտության մասին քաղաքական դաշտի վերլուծությամբ կանք ինչ է իրավիճակը այսօր քաղաքական դաշտում, ինչ սեգմենտների է բաժանված կամ ինչ բաժանումներ ենք սպասում առաջիկայում եւ դրա հիմնավորմամբ ինչ տեղ է ունենալու այդտեղ նախընտրություն։ Դե նման վերլուծությունը ինձ թվում է կարևոր է հասկանալ թե ինչ դիրքից ենք, ում դիրքից ենք անում այդ վերլուծությունը։ Եթե մենք դա անում ենք քաղաքական դաշտի պայմանական ասած ազգային հատվածի դիրքից, ապա մենք ունենք բավական բարդ իրավիճակ, որովհետև հիմնական խաղացողներ, եթե համարենք գործող իշխանությանը եւ խորհրդարանական ընդդիմությանը որպես գլխավոր ընդդիմության հավակնորդ, մենք տեսնում ենք, որ ձևավորվում է փոխադարձ, եթե ոչ համաձայնությամբ, ապա փոխադարձ շահով ձևավորվում է երկբևեռ մի խաղ, որտեղ երրորդ խաղացողները ընդհանրապես հետաքրքիր չեն, մարգինալացվում են, լուսանցքայնացվում են եւ դա առաջին հերթին իհարկե անում է նաեւ իշխանությունը։ Իշխանությունը նախորդ իր փորձերից հասկացել է, որ այդ սև ու սպիտակ խաղը շահեկանն է, որ իրենք ինքնին այնքան աջակցություն չեն կարող ունենալ, եթե հենց իրենք ընդդիմադրի դերում չլինեն, այսինքն ասեն, եթե մենք չլինենք, կլինեն նրանք, ինչը սարսափելի է, հետեւաբար կարևոր չի թե ինչքան վատն ենք մենք, որպես այն սարսափելին չլինի, եկեք մենք մնանք եւ նոր դրանից հետո սկսում են բացատրել, որ ընդրությունը այս երկու բանի միջև է, հետեւաբար մենք վատը չենք, այլ լավն ենք, որտեղ այն մյուսը շատ սարսափելի է։ Թվում էր, թե սա մարել է եւ այս անգամ այդ խաղը հնարավոր չի լինի խաղալ, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ձևավորում իր համար ցանկալի ընդդիմության գլխավոր ուժին։ Իր բոլոր հարձակումները, ձերբակալությունները, եկեղեցու վրա պատրաստվող գրոհը, որը միգուցե մենք երբ որ եթե մտնենք արդեն տեղի ունեցած լինի կամ ընդհանրապես թեկուզ տեղի չունենա, ուղղակի լինեն այդ խոսքային հարձակումները, բնականաբար առաջացնում են տարբեր հակազդեցություններ հենց ընդդիմության կողմից եւ որպես հակազդեցություն ընդդիմության այդ բոլոր այդ հատվածները, ում որ իշխանությունը ուզում է տեսնի այդ վտանգի դերում, կարծես թե բոլորը սկսում են իրար պաշտպանել։ Ասենք հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերով այնտեղ ինչ-որ տերորիզմի թեմա, կաթողիկոս սրբապիղծա եպիսկոպոսները ամուսնացած են, ուխտադրուժ են, այս բոլոր խոսքերով կարծես թե նրանց աջակիցները դառնում են ինչ-որ մի շատ սխալ բանի աջակցողներ։ Այստեղ բնականաբար Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է, նախկին թալանչիները, սա էլ իր հերթին։ Ռուսաստանից գործարար է եկել, մեծահարուստ է, փորձում է այստեղ Իվանիշվիլի դառնալ, ուրեմն այն բոլոր մյուսները ռուսական գործակալներ են։ Այսինքն բոլոր չարիքները այսպես հավաքվում է եւ երբ որ ինչ որ վերլուծողները ենթադրություն են անում, թե սա այս միավորումը ի վերջո կարող է հաղթական լինել եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, դա չբացառելով հանդերձ, որ ինչ-ինչ հանգամանքներում դա կարող է լինել, մենք արձանագրենք, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը շատ վստահ է, որ այդ ընդդիմությանը ինքը հաղթելու է։ Բայց սա նաև այս ընդդիմությանն է ձեռնտու այն տեսակետից, որ երբ որ իրենք այսպես համախմբված ձևով դառնում են Նիկոլ Փաշինյանի գլխավոր թշնամիները, դա նրանց ապահովում է ներկայություն խորհրդարանում եւս 5 տարի ազդեցություն հիմնական ընդդիմադիր գործընթացների վրա, մի խոսքով իրենք են լինելու այն դեմքերը, ով ներկայացնելու է հայ ազգը որպես ընդդիմադիր ուժ։ Հայ ազգը երևի այստեղ ես մի քիչ չափազանցրեցի ժողովրդին, որ ժողովրդի ընդդիմադիր հատվածին, այսպես բողոքող հատվածին։ Այս իրավիճակում ակնկալել, որ մենք կունենանք ինչ-որ մի
ազգային ուժ, որը այսպես հեշտությամբ կգա բոլորին կհաղթի, ինչ որ մի փոքրիկ նյութական ռեսուրսներով թույլ 1-2 գաղափարի եւ 1-2 խարիզմատիկ ներկայացուցիչների վրա հիմնված խմբակները այս մրցակցության մեջ անգամ ոչ թե հաղթելու, անգամ բավականաչափ եթերում երևալու հնարավորություն չեն ունենալու։ Հա մենք տեսնում ենք, որ ամբողջ այդ պետական եւ իշխանական ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները ում են սովորաբար կանչում հյուր եւ ամեն կանչված հյուրը արդեն ոնց որ որպես պոտենցիալ ընդդիմադիր թույլատնում են չկանչվածին եւ արհեստական կերպարներ է ստեղծում, որ այս սրանք են ընդդիմադիրները եւ միայն սրանք են, որ ինչ որ մի այլընտրանք են ներկայացնում, հետեւաբար ժողովուրդ ստիպված է կընտրել այս սևի եւ այս սպիտակի միջև։ Երկրորդ պահը դա գաղափարական մի այլ հետաքրքիր շերտ է, դա պատերազմի թեման է, այսինքն պատերազմի շանտաժ, եթե ես չլինեմ պատերազմը լինելու, իսկ նրանք հենց պատերազմի կուսակցությունն են, նրանք ընդ որում պատերազմի կուսակցություն են ոչ դրական իմաստով, հա, ոչ թե որ գնանք ազատագրենք կամ Արցախը պաշտպանեինք, ոչ այդ իմաստով։ Նրանք այդ պատերազմը անում էին, որպեսզի թալանեին, ուշք ու միտքը թալանելն էր, ուշք ու միտքը Հայաստանի անկախությունը Ռուսաստանին զոհաբերելն էր։ Դրա համար իրենց պատերազմ էր պետք, որպեսզի թալանենք։ Այսինքն այդ պատերազմը արդեն կորցնում է ազատագրական բովանդակությունը, ինչից որ սկսվել է, վերջի ավելին մենք դառնում ենք այդ պատերազմը նախանձեռնածներ։ Հա, դա ոչ թե ադրբեջանցիները հարձակվեցին, կալցո արեցին, չգիտեմ, էս արեցին, այլ մենք ենք, այդ մեր թալանչի ղեկավարներն էին, որոնք որ այդ պատերազմը սանձազերծել են, որպեսզի մեզ թալանեն։ Այս պատկերը, որ ձևավորվում է եւ ընդդիմադիրներն էլ հայտնվում են երկընտրանքի առաջ, կամ իրենք պետք է սկսեն խոսել այնպես, որ իրենց ժամանակ պատերազմ չի լինելու եւ իրենք ակամա վերածվում են, այնտեղ չգիտեմ, օրինակ դուք համաձայն եք Պուտինի առաջարկած խաղաղությանը, դուք դարել եք նոյեմբերի 9-ի կուսակցություն, հա, ընդդիմությանը հասցեագրվող մեղադրանքները։ Հա, երբ որ իրանք փորձում են արդարանալ, որ չէ պատերազմ չեն անելու, այդպիսի մեղադրանքների են հանդիպում։ Երբ որ հակառակը ասում են, չէ, մենք պիտի պաշտպանենք, պիտի փորձենք հետ բերել գոնե հիմիկվա Հայաստանի սահմանները, պիտի պահանջենք ինչ որ sense բաներ, իրանք վերածվում են պատերազմի կուսակցության։ Այսինքն սա շատ այսպես ձեռնտու երկընտրանք է։ Որն է սրա լուծումը։ Նախ գլխավոր հաստատումը այս ընդդիմությունը գործնականում հաղթելու հնարավորություն չունի Նիկոլ Փաշինյանի թիմին այն իմաստով, որ շանտաժի բաներ չի կարող հաղթել։ Ընդդիմություն ասած նկատի ունեք խորհրդարանական ընդդիմություն։ Ոչ միայն խորհրդարանականն է, այլ որոշակի օրինակ ասենք հիմա այդ մեր ձևով կուսակցությունը, որ ստեղծվում է, բոլորիս պարզ է, որ դա կուսակցություն է դառնալու կամ դառնալու է ինչ որ ընդհանուր ընդդիմադիր ինչ որ մի դաշինքի մաս, նրա գործելակերպը ոչինչով չի տարբերվում։ Ավելին Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է հենց ձերբակալությամբ, նա ստիպել է, որ այդ ուժը մտնի քաղաքական պայքարի մեջ հենց իր դեմքով եւ լրացնի, ամբողջացնի այդ սև ընդդիմության պատկերը, որովհետեւ ինչ է նշանակում մի Ռուսաստանից եկած մեծահարուստ միջամտում Հայաստան, մի անգամից Իվանիշվիլն է եւ դա ճիշտ է։ Մենք ունենք մի պարադոքսալ իրավիճակ, որ իշխանության մեղադրանքները ընդդիմության հասցեին գոնե դրանց մեծ մասը ճիշտ են եւ ընդդիմության մեղադրանքները իշխանության հասցեին նույնպես գերակշիռ մասով ճիշտ են, սխալ են միայն այն մասով, որով իրենք իրենց բաժին մեղքը ուզում են գցեն նրա վրա եւ հակառակ ուղղությամբ էլ է դա աշխատում։ Որպես կանոն նրանց փոխադարձ մեղադրանքները ճիշտ են եւ այս իրավիճակում իշխանությունը շատ ձեռնտու է անգամ այդ խորհրդարանական ընդդիմությունից դուրս ուժերին էլ բերել հավաքել այստեղ եւ նա փորձելու է հավաքել առավելագույն չափով անգամ նրանք ովքեր որ չեն ուզում միանան օրինակի համար ասենք մենք վերջին շրջանում տեսել էինք Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանական թևերի փոխհրաձգություններին ընդհանուր մինչեւ ով է բերել Նիկոլին իշխանության թեմայով կամ իմպիչմենթի հարցերով եւ այլն անգամ այս դեպքում իշխանությունը այնպես անում, որ իրար այդ
գրեթե թշնամական հարաբերություններ ունեցող ընդդիմության թևերը շատ հակամարտային վիճակում գտնվող թևերը հանրության կողմից ընկալվեն որպես միասնական այդ սևի մաս։ Չեմ ուզում շատ այսպես տպավորություն ստեղծվի, որ իրենք դա շատ փայլուն ձևով են անում, որ դրա դեմ ընդհանրապես խաղ չկա, բայց դա շատ արդյունավետ է եւ սխալ է այն կարծիքը, որ այդ տիպի միավորման արդյունքում իշխանությունները կարող է պարտվեն։ Իշխանություններին այս պահին դա ձեռնտու է եւ մենք կարող ենք շատ հստակ ձևակերպել հաճախորդային այդ ընդդիմությունը, որը հիմնված է նախկինում կուտակված, թալանված, դրսից բերված, կապ չունի հարստության վրա չկա ոչ գաղափարական քննարկում, ոչ հանրային աջակցություն ի սկզբանե այդպիսի ընդդիմությունը հաղթելու որևէ շանս չունի։ Հանուն արդարության ասեմ, որ այդպիսի շանս չկար նաև առաջ։ Քոչարյանական, Սերժ Սարգսյանական ժամանակներում մեր քաղաքական համակարգը նույնպիսի միաբևեռ համակարգ էր, երբ որ պարբերաբար, այդպես ինչ-որ մի համաձայնությունների արդյունքում ձևավորվում էր ինչ-որ մի ընդդիմադիր բլոկ ընտրությունից առաջ, դրսևորվում էր, հետո մարում վերջանում էր, այսինքն չկար մշտական մյուս բևեռները գոյություն չունեն։ Հիմա իսկ ընդհանրապես ինչի է պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Դա ինձ թվում է ակնհայտ հարցը բոլորի համար, բայց շատ կարևոր է ձևակերպել, թե կոնկրետ ինչերի համար է պետք է հեռացնել։ Նախ որովհետև իսկապես Հայաստանին վտանգ է սպառնում։ Նիկոլ Փաշինյանը այսպես գեղեցիկ խոսում է, որ խաղաղության դարաշրջան է բերել եւ դա կարա 100 տարի շարունակվի, բայց օբյեկտիվ իրողությունն այն է, որ ստեղծված իրավիճակում հայ ժողովուրդը կամ պետք է ինտեգրվի թուրքական շրջապատին, սկսի առևտուր անել հետները, դռները բացել բոլոր թուրքական ընկերությունների առաջ, եւ այս ինտեգրացիան չի կարող չվերջանալ Հայաստանի հայաթափման վերացմամբ խաղաղ միջոցներով, ես հələ դեռ պատերազմի մասին չեմ ասում։ Կլանման, որովհետեւ կողքդ իսկապես շատ մեծ թուրքական զանգված է եւ երբ որ դու ինտեգրվում ես, երբ որ դու զարգանում ես ոչ թե հեճուկս նրանց, այլ մերվելով նրանց, դու ուղղակի վերանալու ես, այսինքն անհետանալու ես քանակապես։ Մի մասը հեռանալու են, որովհետև մեր մակարդակը իջավ իրանց մակարդակին, մի մասը հեռանալու են, որ ինքը ուղղակի չի կարողանում հանդուրժել այդ իրավիճակը, մի մասը այդ ընդհանուր անկման արդյունքում նախընտրելու է գնալ ավելի բարեկեցիկ, որ արդեն այդ process-ը ինչ-որ չափով կա, այլ ավելի արագանալու է։ Մի մասը զուտ ուղղակի ապրելու իմաստ չկա այստեղ, հետևաբար դա ազդելու է, ասենք օրինակ ծնելիության վրա, իդեպ ծնելիության առումով Հայաստանը 2004 թվականին արդեն ունեցել է շատ բարձր տոկոսի նվազում, 8% էր կարծեմ նախորդ տարվա համեմատ եւ 25 թվականի առաջին կիսամյակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում եւս 6.5% ծնելիության պակաս, այսինքն զուտ ծնունդների քանակը այդչափ պակասել է։ Ես հիմնականում այդ ցուցանիշին եմ հետևում, այլ ոչ թե մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների քանակին, որովհետեւ մենք ունենք կանանց ավելսուկ արտագաղթի հետ կապված եւ դա մի քիչ փոխում է ընտանիքի մասին պատկերացում է, բոլորին թվում է թե ընտանիքներում են քիչ երեխաներ ծնվում, չնայած դա էլ երևի ինչ որ չափով կա, բայց դա այդքան կրիտիկական չի, որքան կրիտիկական է ուղղակի այդ արտագաղթի տեմպերը, որի պատճառով երիտասարդները դրսում են երեխա ունենում, նրանց ծնողները մնում են ըստ ինչ որ քանակ են ապահովում, բայց երեխաների ծնունդ չկա, դա ավելի օբյեկտիվ չափանիշ է։ Եվ այս տեսակետից այդ տեմպերը կարող է չկանգնեն։ Անգամ եթե բացարձակ խաղաղություն լինի, անգամ եթե Նիկոլ Փաշինյանը ոչ թե տարին 3 անգամ, այլ օրը 3 անգամ մեծ համերգ կազմակերպի, դրանից հայ ժողովուրդը Հայաստանում երջանիկ կարող է չդառնա։ Կա նաև մյուս տարբերակը, որ այս բոլոր խաղաղ ձևով բոլոր զիջումները կորզելուց հետո գա հասնի մի պահ, որ պահանջվեն այնպիսի զիջումներ, որը շատ դժվար է իրականացնել։ Չգիտեմ, ասենք Հայաստանը թույլ տվեց ադրբեջանցիների մուտք Հայաստան մշտական բնակության։ Ու ենթադրենք Վարդենիսի շրջանում հաստատվեցին մեծ թվով ադրբեջանցիներ առանձին բնակավայրերում։ Վաղը մյուս օր եղավ ինչ որ միջադեպ, այդ միջադեպից հետո եղան ինչ որ պահանջներ, այդ պահանջները Հայաստանը չի կատարում, որտեղ ուղղակի դրանք արդար չեն, կամ կատարում է ավելի վատ,
ստացվում է թուրքական դերածո կառավարությունը ինչ որ հակահայ քայլ անում, անարդար քայլ ընդ որում, կամ դա դառնում է առիթ, ասենք, ուղղակի կողմնակի միջամտության համար։ Սա բերեցի այսպես մի ենթադրյալ օրինակ, բայց նման ենթադրյալ օրինակներ կարելի է միլիոն հատ բերել Հայաստանի տարբեր հատվածներում։ Հա, եւ բոլորովին բացառված չի, որ ինչ որ մի փուլում Ադրբեջանը ստանալով ամեն ինչը թուլացնելով Հայաստանի բոլոր մեկնարկային պայմանները անցնում է ավելի ագրեսիվ գործողությունների փուլին եւ այդպես հաջորդաբար կարող է դա շարունակվել։ Դասական տարածված խոսքը, հա, խաղաղության չես կարող հասնել զիջումներով, խաղաղության հասնում ես պատրաստվելով պատերազմի։ Հա, իսկ ասենք այսօրվա մեր թեկուս բանը իշխանությունների ուղարկած հաղորդումները, ասենք օրինակ բանակ ենք կրճատելու 6 ամսով հենց որ ընտրվենք, հա, այդ էր ըստ էության ասածները, տեսեք ինչ կամաց սարքելու ենք բանակը մի տարի, հա, բոլոր ընտանիքների համար լավ է երեխան մի տարի պակաս հիմա ընդդիմությունը սրանք ինչա պատասխանելու կամ ասում է չէ, ինչ ես անում, բանակը պետքա շատացնենք, դառնում է պատերազմի կուսակցություն կամ ուրիշ տարբերակ չունի փաստորեն։ Մենակ կամ ուրեմն համաձայն է, հետեւաբար ինչ ա եղել որ։ Ինչի միջև հիմա չէի կան։ Հա, եւ ստեղ հարցը գալիս է նրան, որ այս իրավիճակում փրկության լուծում պետք է լինի։ Փրկության լուծումը հնարավոր է միայն ազգային քննարկման process-ում։ Ոչ մի օլիգարխ ազգային քննարկում չի նախաձեռնելու։ Ոչ մի նախկին իշխանավոր ազգային քննարկում չի նախաձեռնելու։ Իրենք այդ քննարկման կարիքը չունեն, իրենց համակարգերը ինքնաբավ են։ Այդ լուծումը պետքա ծնվի մեր մեջից, ինչ որ անհատներ պետքա դա ձևակերպեն, բայց ամեն մի ձևակերպած դեռ լուծում չի դառնում։ Դա պետքա անցնի ինչ որ փորձություն, բանավեճերի միջոցով։ Ձեր շփումներում դրա անհրաժեշտությունը նկատել եք։ Միանշանակ, որ ուրիշները զգում են, որ դրա անհրաժեշտությունը կա այդ ուրիշները ազգային ուժեր այսպես։ Մյուս ազգային ուժերը իրենք ձևակերպում, այսինքն ինչ է նշանակում այսօր ազգային ուժ, հա, դա մի խմբակ է, որը ունի 1, 2, 3 աչքի ընկնող առաջնորդող դեմքեր իր կազմում, երբեմն ինչ որ մասնագիտական բաժանումով մեկը լավ խոսում է, մյուսը կազմակերպական հարցերն է լուծում, երբեմն դա հենց մի հոգի է, 1 հոգու շուրջ է, ու դա նույնիսկ խմբակ էլ չի, այլ հենց ինքն է իր մի երկու ընկերներով, այդպիսի խմբակներ էլ կան, որ ազգային են ներկայանում, բայց ըստ էության դրանք բոլորը մարդիկ են, որոնք ինչ որ մի ազգային խնդրի ձևակերպում են տալիս։ Հա, եթե այդ մարդկանց միջև քննարկում լիներ, բարեխիղճ քննարկում, շահագրգիռ քննարկում, շատ հավանական էր, որ այդտեղից իսկապես այդ ազգային լուծումները դուրս կգային։ Մարդիկ կան, որ փորձում են այդ լուծումները կազմակերպել ապա քաղաքական տիրույթում։ Հա, օրինակի համար մեզ ծանոթ է այդ համապարփակ անվտանգության համակարգի քննարկումները, այնտեղ ոգեզեն կառույց եւ այլն, այսպիսի ռազմահայրենասիրական բնույթի ոչ քաղաքական կազմակերպությունները մասնակցել ինչ որ մի նախագիծ են կազմել, սա ոչ քաղաքական քննարկում է։ Ինքնին այս քննարկումը լավ է, վատ բան չկա սրա մեջ, բայց եթե սա քաղաքական ծրագիր չի դառնում, քաղաքական գործիչների ձեռքին, որոնք մասնակցում են ընտրություններին, անիմաստ է այդ քննարկումը։ Սպասել, որ այդ քննարկման արդյունքները ինչ որ մեկ այլ պատահական գործիչ, հավակնոտ գործիչ կվերցնի եւ այնտեղ առաջ կմղի, այդպես չի լինում, էլի, այսինքն քաղաքական ծրագիր ասվածը դա փաստաթուղթի շուրջ քննարկում չի։ Դա քննարկում է այդ ծրագիրը վաղը առաջ մղողների ընտրության շուրջ։ Այսինքն որովհետեւ հայկիկ հասկանանք, էլի։ Նույնիսկ ամենալավ փաստաթուղթը ընդհանրապես թուղթ է։ Ոչ միայն թուղթ է, ինքը երբ որ պետական որոշում դառնա, այնտեղ բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով անճանաչելիորեն կարող է փոխվել։ Հետևաբար պետք է մարդը, որը այս ինֆորմացիոն ընկալմամբ գրել է այս փաստաթուղթը եւ կամ հանդես է եկել դրա կրողն է ելույթ ունեցել, դու վստահում ես իրան, ինքը գնում է այնտեղ նոր տվյալների հիման վրա գրում է ավելի իրատեսական եւ ավելի ռեսուրսային ապահովված, բոլոր հանգամանքները հաշվի առած փաստաթուղթ։ Հետևաբար փաստաթղթեր ստեղծելը ոչինչ է,
խնդիրը մարդկանց ընտրելն է, որոնք որ դրանց վերաբերյալ ունեն իրենց տեսակետները եւ մարդկանց համար տեսակետները համոզիչ են։ Այս քննարկումը պետք է անպայման լինի եւ սա միակ հնարավորությունն է։ Եթե այստեղ մենք գալիս ենք հետեւյալ հարցին, որ դեպքում ազգային ուժերը կարող են գալ իշխանության։ Միայն այն դեպքում, եթե նրանք նախքան պետական ընտրությունները ինչ որ հատուկ միջոցով սկսեն ընկալվել գլխավոր ընդդիմադիր ուժ։ Որն է այդ հատուկ։ Իրականում այդ հատուկ ծրագիրը կամ հատուկ գործողությունները մի քանի բան են ենթադրում։ Օրինակ դրա մեջ պետք է լինի քննադատություն եւ սրանց։ Հա, այսինքն դու չպետք է կեղծ ընդդիմադիր համերաշխություն բեմականացնես, որպեսզի գլխավոր թշնամին Նիկոլը հեռանա իշխանությունից, հա, չվնասենք այս ընդդիմությանը, որպեսզի նրանք հենց որ դու դա արեցիր, դու արդեն քո ֆունկցիան չես կատարում, որովհետև հաղթելու համար դու պետք է ինքդ հաղթես այս ընդդիմությանը, որպեսզի հնարավորություն ստանաս, կոպիտ ասած, կիսաեզրափակիչում պետք է հաղթես արտա գլխավոր ընդդիմադիր ձևաչափին, որպեսզի եզրափակիչում կարողանաս հաղթել իշխանությանը։ Չնայած այդ երկուսը կարող է արձանագրվեն միայն պետական ընտրությունների ժամանակ։ Բայց որպեսզի այդ կիսաեզրափակիչում ընդդիմությանը հաղթողը լինի, ինչ որ մի քառորդ եզրափակիչ պետք է լինի, որտեղ ազգային ուժերը իրենց մեջից ընտրեցին այդ հաղթական թիմը, որը արդեն հանրության կողմից կարող է ընկալվել ավելի լավ այլընտրանք, քան Նիկոլի ձևավորած սևերը։ Անկան դա ինչի է պետք որ անպայման դա իրանք իրար մեջ որ պայմանավորվեն նույն արդյունքը չի տա։ Պայմանավորվել, եթե հնարավոր լիներ, միգուցե ինչ որ չափով կարողանար այդ արդյունքին մոտ արդյունք տալ, բայց նախ պայմանավորվելը դժվար է, երբ որ շատ մասնակիցներ կան, գործնականում անհնար է, հնարավոր չի որոշել իմ գաղափարն է լավը թե քոնը, ամեն մեկը կասի իմն է լավը։ Ուրեմն պետք է դատավոր, իսկ դատավորը հանրությունն է, եթե դու ազգային ուժ ես։ Հետևաբար պարզապես պայմանավորվելով դա հնարավոր չի, այդ քառորդ եզրափակիչը պետք է լինի, բայց այդ քառորդ եզրափակիչը պետք չի բռնցքամարտի նման պատկերացնել, որ անպայման պետք է մեկը մյուսին նոկաուտ փորձի անել, որ կարողանա հետո մասնակցել ընդդիմության դեմ պայքարին։ Հետևաբար դա ավելի շատ ընկերական մրցակցություն։ Դա ավելի գաղափարական քննարկում է, ոնց որ ասենք բոլոր նորմալ կուսակցությունները ինչ որ բան վերցնելու։ Իրանց ներսում ընտրություն պետք է ունենան, չունեն, դրա համար են պնդում որ կուսակցություններ չկան, չունեն, բայց պիտի ունենային, պիտի քննարկումները լինեին, դրա հիման վրա ընտրություն լիներ, ուրեմն սա պետք է լինի, առանց սրա ոչ մի քաղաքական ինքնակազմակերպում չկա։ Ուրեմն ընդդիմությունը պետք է փոխվի առաջին հերթին գաղափարական իմաստով, երկրորդ հերթին ձևավորման բնույթի իմաստով։ Հա մենք մեր ընդդիմության գլխավոր այդ երկու թերությունները դրանք են, այսինքն մեկը են, որ ընդդիմության առաջնորդները հաճախորդներ են հավաքում, ընդդիմադիր ձևաչափը դա առաջնորդը, որը տնօրինում է ինչ որ ռեսուրսներ, սեփական կամ հովանավորված, եւ հավաքում է ինչ որ մարդկանց, մեկին աշխատավարձ տալով, մեկին պաշտոն խոստանալով, մեկին ինչ որ փոխշահավետ ինչ որ բան առաջարկելով, հավաքում է իրեն հաճախորդներ, որոնք իրեն են վստահում, իրեր հետ են, իր հաջողության հետ են հույս կապում, եւ այդպես ձևավորվում է իբր թե կուսակցական թիմ։ Ձախողումից հետո սրանք կարող է փախնեն, ղեկավարի այդ վեճից հետո հեռանում են, որովհետեւ այդ կառույցը իրենցը չի, այդ կառույցը այդ շեֆինն է։ Ուրեմն կազմակերպական առումով պետք է փոփոխություններ։ Այստեղ խնդիրը նույնիսկ անձերը չեն, էլի կամ կոնկրետ կուսակցությունների անունները չեն, այլ հենց բնույթը։ Իրականը հաղթական ընդդիմությունը, որը պետք է ազգային նորմալ ծրագիր կարողանա ներկայացնել եւ մեզ հանել ճգնաժամից, ինքը անպայման պետք է հանրության կողմից առաջադրված լինի եւ ինքը պետք է գաղափարական առումով էապես տարբերվի այն Նիկոլին նկարագրած սևից։ Մենք կարող ենք ասենք կետ-կետ գնանք, փորձենք այդ գաղափարական կետերը ձևակերպել, հա։ Հիմա Նիկոլը երկու խաղ է խաղում, իբր թե արևմտամետ է, իբր թե Ռուսաստանին մերժում է, հետո ասում է դե ոչինչ, ես իր այդ այսպես ավելի այսպես ինքնիշխան դիրքերից
հետ նորմալ հարաբերություններ կունենամ, բայց բոլորի աչքին ընդհանուր փոխ լրացնող քաղաքականություն, ինչ որ կոմպլեմենտարիզմի նոր անում են ինչ որ գտել դրա նման մի բան, ինչ իրականում անհետեցություն է, հիմնական հաղորդումը եւ դա անելուն նրան օգնում են իր գրպանային արևմտամետները, որոնք ասենք մոռացել են, էլի, որ իրանք ընդդիմություն են եւ անընդհատ Նիկոլի այս կամ այն արարքն են գովում, չգիտեմ, Տրամպի հետ մի բան գրեց, այնտեղ մեկ ասում էր Տրամպի WhatsApp-ի համարն ունի, չգիտեմ, այսպիսի անհետեցություններով ձայնակցում են, որպեսզի ձևավորեն Նիկոլի արևմտամետ իմիջը, որովհետև սևերը ռուսամետ են։ Սևերը լավ են Պուտինի հետ, մեկը ընդհանրապես Պուտինի կողմից է օգտագործված, նույնիսկ հոգևորականներն են այնտեղ Պուտինի հետ համագործակցում, եւ նույնիսկ կարող է Նիկոլը փաստերով ապացուցի դա։ Եվ այսպես ձևավորվում այդ սև ու սպիտակը արտաքին կողմնորոշումների առումով։ Սրանք որպեսզի հակադարձեն Նիկոլին, անգամ արևմտամետ չեն ուզում կոչեն, որովհետև իրենք էլ չէ ժամանակին կոմպլեմենտարիզմ էր, իրենք էլ ինչ որ բան արևմուտք հետ ուզում են լավ լինեին, նրանից ինչ որ լեգիտիմություն ստանան։ Եվրոպական կուսակցություններին էին միանում։ Եվ այլն, հա։ Հետևաբար սրանք Նիկոլին արդեն մեղադրում են թուրքամետության մեջ, ինչը նույնպես միանշանակ ճիշտ մեղադրանք է։ Ուրեմն մենք ունենք այդ արտաքին կողմնորոշումների խնդիրը մեկ եւ երկրորդ առանձին կքննարկենք Ադրբեջանի Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառը։ Եվ դրա այլ ընտրանքային գաղափարը։ Սրա այլ ընտրանքային գաղափարն այն է, որ ոչ մի արտաքին ուժի օգնությամբ Հայաստանում հայ ազգը իր խնդիրները չի կարող լուծել։ Տարածված մի հատ թեզ ասեմ միանգամից դա պատասխանեք, բայց առանց արտաքին ուժի էլ Հայաստանը ոչ մի բան չի կարող անի։ Հա, այդ արտաքին ուժի կարևորման թեզը կա, որը պայմանավորվում է նրանով, որ մեր դեմ դրսից այսպես ուժեղ հարձակվում են եւ մենք առանց արտաքին օժանդակության ոչինչ չենք կարող։ 80 միլիոն, 10 միլիոն։ Եվ այդ նույն թեզով հիմա դա ասողները արևմտյան վեկտորն են փորձում այսօր սպասարկել, բայց առաջ ճիշտ նույն ձևակերպումով Քոչարյանը մեզ տարավ խցկեց ռուսական բոլոր կառույցների մեջ, ճշգրիտ նույն ձևակերպումով։ Խնդիրն այն է, որ թե Արևմուտքը, թե Ռուսաստանը նախ հավերժական չեն նույն գործիչները, հավերժական չեն նրանց դիրքորոշումները, շաբաթը մեկ կարող է շահերը փոխվի, Հայաստանը իրանց համար ոչ մի բան չի ներկայացնում, դաշինք կազմել, մտնել զրո արժեք ունես, եթե դու ինքդ քո հարցերը չես լուծում, ավելին ասենք, հիմա օրինակ Ֆրանսիան Հայաստանի նկատմամբ ավանդաբար դրական վերաբերմունք ունի, բայց եթե վեր կենաս եւ ասես Ֆրանսիան որ պետքա մեզ փրկի, առաջին վատ բանը նման պնդման այն է, որ դու այլևս քո վրայից հանում ես պատասխանատվությունը, որ դու պետքա գոտիները ձգես, որ դու պետքա ամբողջ ներուժդ համախմբես, որ դու պետքա ինչ որ բաներից հրաժարվես, որպեսզի ինչ որ շատ կարևոր ազգային հարցեր կարողանաս լուծես, որպեսզի ընդհանրապես դրանից հետո պոտենցիալ դաշնակիցները, եթե նրանք օբյեկտիվորեն առկա են, ոչ մնայուն, բայց գոնե այս պահին պոտենցիալ դաշնակիցը քո վրա ուշադրություն դարձնի, դու իրան հետաքրքրես ընդհանրապես։ Հետևաբար ստեղ գալիս այդ ինքնիշխանության թեզ, այսինքն ազգային ուժը չի կարող արտաքին կողմնորոշումների հիման վրա, եթե դա եղավ, դու ոնց որ դառնում ես նրանց գործակալը, օբյեկտիվորեն։ Ստեղ կա իհարկե առարկություն, հիմա օրինակ Եվրոմիության անդամ լինելով մենք շարունակում ենք մնալ ինքնիշխան։ Այո, դու ինքնիշխան որոշումով կարող ես մտնել Եվրոմիություն, ինքնիշխան որոշումով կարող ես դուրս գալ։ Անկեղծ ասած, ինքնիշխան որոշումով կարող ես այսօր դուրս գալ հապկիցել, ԵԱՏՄ-ից էլ ոչինչ քեզ չի խանգարում։ Եթե մենք դա ենք համարում ինքնիշխանություն, այդքանով հա բոլոր սցենարներով մենք կարող ենք մենք մեզ ինքնիշխան համարել, որովհետև տեսականորեն դա կարող ենք անել։ Բայց խնդիրն այն է, թե դու քո խնդիրների լուծումը ինչպես ես պատկերացնում։ Պատկերացնում ես, որ եվրոպացիները պետքա գան քո խնդիրները լուծեն, ռուսները պետքա գան քո խնդիրները լուծեն։ Ինչպես Նիկոլն էր պատկերացնում ջերմուկի դեպքերի ժամանակ, հա, մենք հապկի մեջ ենք, հա, նեղացած պոզա էր ընդունել, բա դուք չեկաք, մեզ չօգնեցիք, մեր Բասելիկ։ Հա, բասելիկ։ Հա, հետեւաբար, երբ որ դու հույսը դնում ես դրա վրա, դու այլևս շատ բաներ չես անում, քո ամբողջ փիլիսոփայությունը ուղղում է այդ արտաքին վեկտորը սպասարկելուն, հետո մի օր հայտնաբերում ես, որ քեզ դավաճանել են, անգլիական նավերը Կովկասյան լեռներ չեն բարձացել, ռուսները մեզ մետաղի ջարդոն զենք են տվել եւ այլն։ Դու հայտնում ես կոտրած տաշտակի առ։ Հետեւաբար, այո, ինքնիշխանություն։ Նույնիսկ եթե մենք անվտանգության հարցը չկապեինք դրանց հետ, այլ միայն պահպանենք, ասենք, չգիտեմ, տնտեսական շահերի հետ կապված ինչ որ sense հարցեր, նույնիսկ այդ դեպքում
Հայաստանի հատուկ պայմանները, թշնամական շրջապատը, այսպես Եվրոպայի նկատմամբ կույրաղիքային դիրքը, նաև մյուս հարևանների բարդ այսպես հարաբերությունների վիճակը, աշխարհագրական հանգամանքները, այս ամեն ինչը հաշվի առնելով մտնել ինչ որ մի ակումբի մեջ, ասենք Եվրոմիության նման կամ նույնիսկ մի քիչ դրական ընկալենք հետխորհրդային տարածքում ինչ որ մի ակումբ կա, նորացված Ռուսաստանով բանով, մտնել այդտեղ եւ մտածել, որ այդտեղ դու կարող ես ինչ որ ընդհանուր սանդղակով նորմալ օգուտներ ունենալ, այդպես չի կարող լինել։ Դու միշտ ունենալու ես առանձնահատուկ քաղաքականության կարիք եւ այդ ընդհանուր որոշումը քեզ ձեռնտու չի լինելու։ Այսօր ԵԱՏՄ-ի մեջ էլ այդպիսի խնդիրներ մենք ունենք, վաղը այսօր Եվրամիության մեջ մտնենք, այնտեղ շատ ավելի շատ են այդ կարգավորումները, ինքնին ավելի ցանկալի տեղ լինելով, հանդերձ այնտեղ էլ մենք ունենալու ենք սահմանափակումների տակ, որը մեր հանգամանքները դա հավասարների միավորում է, եթե դու կայացած չես, դու չես ամենակարևորը նրանք հարևանները փոխադարձաբար թշնամանք չունեն, ոնց որ մենք մեր շրջապատի հետ ենք շատ բարդ հարաբերությունների մեջ ցեղասպանված կարգավիճակով գոյության կռիվ մղող, էլի մենակ այս հանգամանքը արդեն բոլոր հարցերը լուծում է։ Նմանապես ասենք մյուս գաղափարական կետերից օրինակի համար ասենք հայրենատիրության կետը։ Այսօր բնականաբար իշխանությունը ամենա այսպես դավաճանական կեցվածքի մեջ է, ամեն ինչից հրաժարվում ենք եւ դա հրճակում ենք մեր անկախության օր, որովհետեւ այլևս մենք հավակնություններ չունենք ու մեզ էլ արդեն ոչ ոք չի ուզում պատժել։ Կարծես թե մենք ենք այդ բոլոր պատերազմները սկսողներ։ Բայց երբ որ նայում ես թե ընդդիմությունը սրան ինչ է արձագանքում, պարզվում է, որ ոչ մի ինչ որ հավակնություն մենք չպետքա դրսևորենք, ոչ մի դեպքում, չգիտեմ, չկա, իրենք էլ նոյեմբերի 9-ն են փորձում, այսինքն պատրաստ չեն նորմալ հայրենատիրական կեցվածքով հանդես գալու։ Այն ինչի դեմ ցույց էին անում, հիմա պաշտպանում։ Ինչի դեմ ցույց էին անում, հիմա ոնց որ պաշտպանում են լրիվ այդ վիճակն է։ Բայց կա նաև այսպես մի միջանկյալ շերտ, կարծես թե հայրենասեր մարդկանց, որոնք մի հայրենատիրական մի խնդրի հանդերձ հանուն մի խնդրի հայրենատիրական, ասենք Արցախի, մտածելով որ դա հələ դեռ հնարավոր է փրկել, վերականգնել, ինչ որ այդ ուղղությամբ դեռ պայքարելու տեղ կա, պատրաստ են հրաժարվել մյուս խնդիրներից, ասենք չգիտեմ, ասել ցեղասպանության մասին չենք խոսում, Թուրքիայի կողմից տարածքային հարցեր չունենք, ոչ մի բան չունենք, միայն Արցախի հարցն է, անգամ Նախիջևանի հարցը չունենք, միայն Արցախի հարցն է։ Այդ կիսատ պրատությունն է, որ այս 30 տարիներին մեզ սարքեց Արցախը հանձնող պետություն։ Մենք Արցախը հանձնել ենք այդ կիսատ պրատ դիրքորոշումների պատճառով։ Երբ որ ասում ենք, չէ, Թուրքիայի հետ հաշտվելը գեր նպատակ է, այսօր անգամ ընդդիմությունը որպես արդարացում կամ որպես այն մենք վաղուց վանից էինք դրանով զբաղվում, հա, Սերժ Սարգսյանը կարա ասի Թուրքիայի այդ պրոտոկոլներ էի կնքում եւ այլն, մենք ոնց որ հրաժարվում ենք մեր իրավունքներից եւ ուզում ենք, որ ընդհանրապես ինչ որ մեկը այդ իրավունքները հարգի։ Առաջին հերթին, երբ որ դու իրավունքը ձևակերպում ես, դա նրա համար չի, որ աշխարհը բավարարի։ Դա նրա համար է, որ ինքդ կազմակերպվես այդ իրավունքներին տեր կանգնելու։ Անկամ եթե դու շատ թույլ ես, ոչ մի շանս չունես այսօր վերականգնելու ոչ թե պատմական Հայաստանը ամբողջությամբ, այլ չգիտեմ, ոչ էլ անգամ Սևրի Հայաստանը, նույնիսկ ջերմուկը չես կարող դիրքը հետ բերես։ Թեկուզ ասենք ջերմուկը պետք է հիմա ընդամենը հետ բերես, նույնիսկ դա չես կարողանում անես, միևնույնն է դու հրաժարվելու իրավունք չունես, որտեղ հրաժարվելը արդեն նշանակում է, որ դու որպես ազգ անիմաստ դարձար։ Այսինքն մարդիկ չեն զգում էլ այդ կապը արտագաղթի եւ այդ հրաժարվելու միջև։ Եթե ինչ որ մեկը ասում է, սա մեր հայրենիքը չի, հետեւաբար այստեղ մնալու իմաստը ո՞րն է։ Կարելի է գնալ ինչ որ մի բարեկեցիկ երկիր, ավելի ապահով, ավելի լավ ապրել, սերունդների համար, երեխեքի համար։ Ինչն է կապում, եթե ոչ հայրենիքը։ Հետևաբար այդ կապը շատ սերտ է եւ այստեղ նույնպես ազգային ուժը էականորեն տարբերվելու է նրանցից։ Մյուս կարևոր հարցերը, օրինակ ասենք օլիգարխիայի հետ կապված հարցը։ Այսօր
տնտեսական հատվածում թե նախկին իշխանությունները, թե ներկա իշխանությունները այդ ամեն ինչը պատկերացնում են այսպես որոշ այսպես իշխանությունների հետ սերտաճած գործիչների տեսքով խմբիշխանությունը քանի արկա է այդ երկիրը չի կարող ազգային նպատակներ ձևակերպել, որտեղ ազգային նպատակները հենց ձևակերպեցիր, տնտեսության մեխանիզմները լրիվ փոխվում են, տնտեսության գործելու իմաստը լրիվ փոխվում է։ Հետևաբար թե մեկը թե մյուսը, այսինքն եթե կարելի է ձևակերպել բիզնեսի նպատակը, չնայած էլի սխալ է, բայց ամեն դեպքում բիզնեսմենի նպատակը շահույթ ստանալն է, բայց ձեր ասած տնտեսության դեպքում տնտեսության նպատակը չի կարող լինի ուղղակի շահույթ ստանալ, ուղղակի հնա ավելացնելը։ Դա իր հերթին, որովհետև ուղղակի հնա ավելացնելը շատ կոնկրետ ոլորտներում կարող է Եթե չունես ինչի համար ես ավելացնում, իմաստը ուղղակի ինչ-որ մի ոլորտ կարող է սպանի, որը մեզ ռազմավարական տեսակետից անհրաժեշտ է, հա, ՀՆԱ-ի տրամաբանությամբ սա շահավետ չի, այսինքն ոնց որ մասնակցում ես համաշխարհային աշխատանքի բաժանմանը եւ ինչ որ ոլորտներ քո մոտ կորում է Հայաստանում չափից ավելի շատ բան է կորելու այդ տեսակետից, թվում է թե ՀՆԱ-դ ոնց որ ավելացավ, դու ավելի արդյունավետ տեղերում աշխատեցիր բանացիր, բայց շատ կարևոր բնագավառներ, որոնք քեզ պետք են անվտանգային տեսակետից, ժողովրդագրական տեսակետից, որը նույնպես անվտանգային հարց է, դու կորցրեցիր։ Եվ մասնագիտական ներուժը եւ հետո ավելին անգամ կա այսպես պետությունը չպետք է միջամտի, չէ, չափից ավելի տնտեսության գործերին, որտեղ այնտեղ կոռուպցիա կա, կային կա, բայց կան ոլորտներ, որոնք խիստ անհրաժեշտ են, հրատապ են, որ զարգանան եւ պետությունը ստիպված այդ կետերում պետքա բացառություն անի։ Եթե դու ընդհանուր կանոնը օգտագործում ես, արդեն դու զրկվում ես այն կարևոր հնարավորություններից, որը քեզ ապագայում անվտանգային տեսակետից զարգացման հնարավորություններ տալու։ Այսպիսի հարցերը չափից ավելի շատ են եւ այս ընկալումը չկա իշխանության մոդել, ընդդիմության մոդել, ուղղակի տարբերությունն է, որ սրանց օլիգարխները ուրիշ էին, սրանց օլիգարխները մի քիչ ուրիշ են, մի քանիսը պահպանվել են, մի երկուսը փոխվել են։ Բացարձակ այդ տարբերությունն է։ Այսպես մենք կարող ենք բոլոր կետերով գնալ եւ տեսնել, որ քաղաքական դաշտի ազգային հատվածը ունի շատ հստակ գաղափարական սկզբունքներ, նպատակներ, որոնցով տարբերվում է թե իշխանությունից, թե ընդդիմությունից եւ արկա այսպես Նիկոլի նշանակած ընդդիմությունը չի կարողանում հաղթել հենց այն պատճառով, որ այն օրակարգը, որը իրականում կարող է հաղթական լինել եւ իրականում ինքը Հայաստանի համար շատ կենսական է, այդ օրակարգին նրանք ընդհանրապես չեն տիրապետում կամ տիրապետում են դրա փոքր հատվածներին պարբերաբար օգտագործում։ Մենք կարծում եմ մեր հաջորդ քննարկումներում այդ գաղափարական բաներին ավելի, սկզբունքներին ավելի մանրամասնություններով կանդրադառնանք, բայց այսօր ես կուզենայի, որ մենք մի հատ կետի վրա մի փոքր կենտրոնանանք դրա վրա, ինչ պետք է անենք, որ ամեն դեպքում այդ ազգային հատվածի ձեր ասած խմբակները, փոքրիկ կամ անհատ գործիչները ամեն դեպքում կան այդ համաձայնությանը ու ընտրեն այդ ձևաչափը, որով կարողանան իրանք գաղափարական կարծես թե իմ շփումներն էլ երևի ձեր շփումներն էլ հիմա կասեք ձեր բաները շատ մեծ չեն տարաձայնությունները, բայց գործնական առումով չգիտես ինչու չի ստացվում, այդ ձեր կարծիքով ինչն է խանգարում։ Խանգարող բաներ իհարկե շատ կան եւ դրանք հրապարակային միգուցե չեն խոստովանվում, բայց գաղափարական ընդհանրությունները իսկապես առկա են, դες հիշում եմ, ասենք ինքնիշխան Հայաստան անունով մի քաղաքական խմբակ էր ձևավորվում, հիմնականում ազատազենի ղեկավար կազմներ դուրս եկել եւ փորձում նման բան ստեղծել, նրանց ասենք այդ հենց այդ ինքնիշխանությունը իրենք դրեցին առաջին կետում, մարտական եղբայրությունը առաջին կետում դրեց ազգային հեղափոխությունը, հիմա այդ անունով կուսակցություն են փորձում գրանցել, տարբեր մարտիկ, տարբեր այդպես հիմա կարանք թվարկենք էլի տարբեր խմբակներ, որոնք ամեն մեկը մի բառով, մեկը 10 կետով ձևակերպում են այս սկզբում, որոնք խոշոր հաշվով իրար առանձնապես չեն հակասում։ Բայց երբ որ այդ բոլորը միասին չեն միավորվում համատեղ հանդես գալու համար, արդեն դու սկսում ես կասկածել, այսինքն ոնց կարող է այս գաղափարները համընկնեն այս աստիճան, բայց համատեղ հանդես գալու ցանկություն այս կառույցները չունենան։ Եվ բայց կա օբյեկտիվ իրողություն։ Այստեղ կան պատճառները տարբեր են, մրցակցությունից են վախենում,
հույս ունեն, որ իրանց ռեսուրսները բավարար են, որ իրանք ինքնուրույն ինչ որ մի բան կանեն, իսկ այն մյուսները եթե գան խանգարելու են, չգիտեմ, անվստահություն կարա լինի մեկը մյուսի նկատմամբ էսով էր ժամանակին, բայց մյուսը ինչ էր անում, կարա քաղաքական փորձի պակաս լինի շատերի մոտ, իսկապես դա շատ լուրջ հարց է, որովհետև Հայաստանում ազգային տրամադրված մարդկանց մեծ մասը ինչ որ մի ժամանակ, շատ երկար ժամանակ եւ նաեւ այսօր մեծամասամբ ապաքաղաքական են։ Հիմա դրանցից մեկը հանգարց որոշում է քաղաքականանալ, պարզվում է ինքը դրա փորձը, գիտելիքը ոչ մի բան չունի։ Երբ որ նույն սխալները փորձում է կրկնել, որ արդեն արել են դա հասկանալի է, բայց մի ուրիշ երևույթ նկատեցի, երբ որ տեսնում են ինչ որ մի փորձառու մարդ, որը գալիս է իրենց ուզում է կողքից օգնել, վախենում են, որովհետև փորձառու մարդը իրենց համար քաղաքականության մեջ դա անպայման անբարոյական անձնավորություն է, որովհետև քաղաքականությունը ընդհանրապես անբարոյական գործ է։ Եվ եթե ինչ որ մի 5 գործիչ գալիս է ինչ որ մի բան ասում, որը կարծես թե ինչ որ փորձով է պայմանավորված, մի տեսակ վախի զգացում ունեն, հանկարծ այս 5 գործիչը չգա եւ իրանց կառույցը չգրավի, հա։ Ну հավանաբար դա անում են նաեւ այդ կառույցների լիդերները, որովհետեւ իրանք այս պայն լիդեր են, այս մեկը որ գա արդեն կարող է դարձել են լիդեր։ Չգիտեմ, ես չեմ կարող գնահատել ամեն կոնկրետ դեպքում մարդու անձնականը, բայց այդ երևույթները բոլորը կան։ Հիմա ինչ անել։ Քանի որ մեր բոլոր նախկին փորձերը եղել են արդեն արկա խմբակներին եւ աչքի ընկնող գործիչներին միավորելու փորձերը, ապա մեզ հիմա մնացել է մի վերջին տարբերակը փորձարկել, դա ընտրողներին միավորելն է։ Այսինքն միավորել ոչ թե այն գործիչներին, որոնք այս պահին պատրաստ չեն միավորվելու, այլ միավորել մարդկանց, այսպես նոր ընդդիմություն ձևավորելու գաղափարի եւ տեխնոլոգիայի շուրջ, որից հետո արդեն այդ մյուս գործիչներին ասել, տեսեք, սկան մարդ արդեն միավորված են, սկան մարդ այդ ընտրությունը մեկը կազմակերպելու են, ինչ որ քանակի տեխնացուներ այստեղ կան, անգամ դուք չմասնակցեք այս ընտրությունը լինելու է, որից հետո եթե կուզենաք արդեն որպես դաշինք համատեղ մասնակցել, իսկ չուզենալը դավաճանության նման մի բան է դառնալու, եկեք որոշենք, թե ինչպես այդ դաշինքը ձևավորենք, բայց այդտեղ մեր առաջարկը դարձյալ լինելու է պայմանական ասած նախընտրության վերջին փուլը, ըստեղ եթե հիմնական փուլում դա լինելու է անհատների միջև նախընտրություն, ովքեր ի սկզբանե մասնակցել են գործընթացին, վերջին փուլը արդեն այս նախընտրությամբ ձևավորված ցուցակը կարծես մի կուսակցության ցուցակ լինի եւ այն մյուս կուսակցությունների հետ այդպես մի հերթական նախընտրություն կազմակերպելով արդեն համատեղ ցուցակ ձևավորվի ստացած ձայների համամասնությամբ։ Սա պետք է որ ընդունվի ժամանակի ընթացքում այդ խմբակները պետք է որ իրենց ուժերը ավելի իրատեսական գնահատեն, նաև քաղաքական իրավիճակի վտանգավորությունը ավելի օբյեկտիվ գնահատեն եւ այդ համաձայնության կայացման հույս կա։ Միակ հանգամանքը, որ այս պահին կարելի է անցնել որպես խանգարող, դա գլխավորը ժամանակն է եւ իհարկե ռեսուրսները, որոնք միշտ չեն, որ բավարարում են։ Դե ինչ, եկեք փորձենք, եկեք քննարկենք, ինչպես երևի թե մենք էլ զրույցի ընթացքում դուք էլ ձեր մեր եւ մնացած հանդիպումների ժամանակ արձանագրած կլնեք, որ գաղափարական շատ մեծ չեն տարաձայնությունները, եկեք փորձենք գտնել այդ բանաձևը, այդ եզրը, որի շնորհիվ կկարողանանք ստեղծել այդ միությունը, այդ համախմբումը կամ միավորումը, չգիտեմ, եւ իրոք այլընտրանքային տարբերակ գաղափար ծրագիր առաջարկելով փորձենք դեր կանգնել մեր պետությանը, մեր երկրին ավելի վատ իրավիճակների առաջ չկանգնելու համար։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, որ մեր հետ էիք, ավելացնելու բան ունեք։ Ուղղակի հիշենք, որ առանց գաղափարական ու կազմակերպական ընդդիմությունափոխության ազգային իշխանափոխություն չի լինելու եւ եթե մենք այդպիսի նպատակ ունենք, ստիպված ենք ակտիվ լինել։ Ապա քաղաքական ենք, չգիտեմ, կուսակցական չենք ուզում դառնանք, վախենում ենք, այս բոլոր վախերը պետք է դնել մի կողմ եւ շատ հայրենիք չունենք եւ որպես թողենք եւ կորցնենք։ Կենացներից գործի անցնելու ժամանակն է, դեր կանգնենք մեր պետությանը, մեր իրավունքներին եւ մեր շահերին։ Շնորհակալություն, որ մեր հետ էիք, կհանդիպենք ցտեսություն։